Շիրակի մարզում մեր ենթակայության տակ պոակները, որոնք ունեցել են խնայողություններ, 4620 աշխատակից ստացել է 443 միլիոն դրամ պարգևավճար, էլ եմ ասում տնօրեններից մինչև հավաքարարներ, այն կոլեկտիվները, որ պոակները, որ ունեցել են խնայողություններ, այսինքն եթե մեր չէ, եթե բաժանում ենք 443 միլիոնը 4620-ի միջինացված հաշվարկով մոտ 100,000 դրամ է գալիս։ Դե բերեք այդ 100,000-ը բաժանենք 365 օրվա հասկանանք տակը вообще բան չի մնում։ Ասում եմ, եթե Շիրակի մարզպետարանը կարողանում է 443 միլիոն դրամ պարգևավճար տալ քաղաքացիներին, ուրեմն միանշանակ կառավարությունը կարող է տալ ու այդ կառավարության վճարված գումարները, որի մասին մենք խոսում ենք, այդ պարգևավճարները, մարզպետարանում միայն մարզպետը չի ստացել, նախարարությունում է միայն նախարարը չի ստացել, ստացել են բաժնի պետերը, ստացել են վարչության պետերը, ստացել են առաջի կարգի մասնագետները, բոլորը տարբեր տոկոսային հարաբերությամբ եւ նաեւ մեր պահակները, հավաքարարները, մյուսները մեծ սենսացիա ենք սարքել այդ 3 միլիարդը, որ Ժորժ ջան, եթե մի մարդ 443 միլիոն կարող է, կառավարությունը վստահ եմ, ոչ թե 3 միլիարդ, այլ շատ ավել կարողանալու է պարգևավճար տալ։ Տնտեսվել են տնօրենների ու վարչական համակարգողների լավ կառավարման արդյունքում, տնտեսվել են ոչ ավել հաստիկների, եթե հիշում եք, իմ առաջ եկածորվանից ասել են, որ դպրոցները նաև մեր մշակութային կենտրոնները, թանգարանները աշխատանքի տեղավորման վայրեր չեն, լավ տնտեսված գումարները առաջացել են նաև ավել հաստիկներ չունենալով, են հաստիկները, որոնք ուռճացված են, այդ հաստիկները փակելով, խնայողություններով, հոսանքի համար կամ այլ տեղերում բազում միջոցներ, հնարավոր տարբերակներ, դպրոցները, թանգարաններն ու մյուսները կարողացել են խնայողություններ անել։